Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, երեք լավ անձրև եկավ, տեղը տեղին եկավ, օդը լավ մաքրվել է, հով ու զով օր է սկսվել, այսօրը թող բոլորիս համար լիքը հաջողակ լինի և մեր գործերը ուրախությամբ կատարենք, Աստված օրհնի բոլորիս, այսօր երկուշաբթի է, և ամբողջ շաբաթ, որ մենք անց կկացնենք, թող որ ամեն բան մեր սրտով լինի։ Ճուտիկների տերը բերեցի, ապահովեցի, սիրելի հետևորդներ ջան, երկու տեսակի է, մեկը շատ փոքր նորածին ճուտիկների, մեկն էլ մի քիչ մեծ, հատիկները մի քիչ խոշոր է, ուրեմն երկար ճանապարհ եմ եկել, գիտեք, որ հեռվից եմ բերում, սիրելի հետևորդներ ջան, առավոտը կոֆեն խմելուց հետո ձուն եփեց, սառեցրել եմ, նորածին ճուտիկներին կերակրել եմ, իմ տնտեսության ամենակարևոր բաները արել եմ, հետո թափով իջել եմ խանութներով, հիմնականում ճուտիկների կեր գնելու համար, հաց եմ բերել փռից, տաք հացա և քարի հացա, ես էլ հանեմ էստեղ շարեմ, մի հատ ցույց տամ նոր, սիրելի հետևորդներ ջան, մեր գյուղի փռի հացն է, քարի հաց, անուշ բուրում է, մի հատ ես հանեմ տեղավորեմ առանձին, պատրաստվեք, մի հատ էլ ենք կոֆե խմում, մյուսը, տաք հացի հետ հետոպրակում, հատկապես ցելոֆան հետոպրակում թողնում ենք, քրտնում է, հետո մի տեսակ այն չի լինում։ Իսկ քանի օր նույն բաժակներով կոֆե խմելուց մի տեսակ ոնց որ հոգնել ձանձրացել եմ և հիշեցի իմ սիրուն անվանատառով բաժակը, որը նվեր էի ստացել իմ փոքր աղջկա կողմից, Տաթևի կողմից և այսօր այս բաժակով եմ կոֆե խմելու։ Առավոտ շուտ մի քիչ հոգնեցի, սիրելի հետևորդներ ջան, այս ճուտիկերը, որ գնացի բերելու, խանութը հեռու է, մինչև գնացի, մինչև եկա, եղանակն էլ անձրևային, հով ու զով է։ Հիմա ինձ զանգում են, ժամանակ առ ժամանակ զանգում են, տղաս է զանգում, սիրելի հետևորդներ ջան, չեմ կարող չպատասխանել, ներողություն։ Այնքան խոսեցի այս ընթացքում, սիրելի հետևորդներ ջան, իմ կոֆեն եփել է, լցրել եմ, բայց մի կում անգամ չեմ խմել, մի փոքր կնստեմ, շունչ կառնեմ, իմ կոֆեն կվայելեմ և կանցնեմ իմ գործերին։ Այո, պիտի ճաշ պատրաստեմ, որ վարպետները կան գործ անեն, ես պատրաստ լինեմ, սառցեղցիկից միս էի հանել, արդեն հետ է եկել, հիմա հանեմ, սառնանի վերևում է, այսպես ափսեի մեջ, ես կդնեմ եռալու, սիրելի հետևորդներ ջան, հետո կգնամ ճուտիկներին կեր կտամ, սոված են, ինձ են սպասում, դե փոքրերին կերակրել եմ, բայց ամեն դեպքում այդ նորածին ճուտիկները 2 ժամը մեկ անգամ ուտել են ուզում և պիտի նրանց էլ ապահովեմ, ուրեմն այստեղ մանրացրած է խոշոր կտորներով, այստեղ ոսկորներ են, ոսկրամիս է, սիրելի հետևորդներ ջան, չեմ առանձնացնում, այդպես որ կեփի, արդեն կհասկանամ ինչ եմ անում, լավ մսալի, ոսկրալի կտորներ են, մի քիչ սոչնի, ճաշ եմ ուզում եփել, հապկամիս կա, սիրելի հետևորդներ ջան, առանձնացել է արդեն սիրուն, և տեղը տեղին մի հատ համով ճաշ կեփեմ, եղանակն էլ, որ անձրևային է, հով ու զով է, այստեղ որ միացրած է, արդեն դուռ պատուհաներ կբացեմ, այդ քար կտրելու գործը վերջացրել ենք և փոշին տուն չի լցվի, երեկ էլ անձրևը մի լավ լվացել է այդ փոշին, բայց ես էլի պետք է այնտեղ մաքրություններ կատարեմ, այս ջուրը կբերեմ կավելացնեմ, հիմա միացնեմ, հագուստս էլ պետք է փոխեմ, որ կարողանամ գնալ ճուտիկների հետ, այնտեղ գործեր կան անելու, մաքրելու, կերակրելու, այս ջուրն էլ ավելացնեմ, այս էլ կթարմացնեմ ավելի լավ, և մինչև սա մի քիչ կտաքանա, ջուր կավելացնեմ, այս ընթացքում նստեմ իմ կոֆեն վայելեմ։ Հնարավորինս փրփուրը քաշել եմ, միսը արդեն երեսն է բարձրանում, յուղը դուրս է եկել արդեն,
մի քիչ էլ կգա փրփուր, էլի կքաշվի։ Ես կթողնեմ հանգիստ կեռա, սիրելի հետևորդներ ջան, ծածկեմ եւ սպասեմ։ Անցել եմ մաքրություններին, սիրելի հետևորդներ ջան, այս գործը դեռևս պետքա 3 անեի, բայց անձրևը, որը սկսվեց, թողեցի։ Հիմա արդեն այդ անձրևի հետքերը չորացել է, այն կողմը մաքրել եմ, անց եմ կացել այս մի կողմը։ Միսը վրան եփվում է, անուշ հոտը տարածվել է, մինչև միսը կեփվի, ես էլ կհասցնեմ այստեղ մաքրություններ կկատարեմ։ Ծաղիկները մի կողմ եմ տարել արդեն, մի քանիսը, որ փոշու մեջ կորել էին, այս մեկը այս կողմը մի քիչ դեռ փոշոտ է, ծաղիկներ կան, որ արևի ուղիղ ճառագայթները չեն սիրում, եւ հիմա այս էլ այս կողմ, որ իրանել եմ լավ լվանալու մաքրելու, օրինակ այս կողմինը արևի ուղիղ ճառագայթներ չեն սիրում, բայց պիտի բերեմ այս կողմ, որ մի լավ լողացնեմ իրանց, այս պատը որ պատվել է, սիրելի հետևորդներ ջան, վարպետն ասա, որ պետք է ջուրը ջրի շիթը վրան պահեմ ու լավ լվանամ։ Ինչքան որ անձրևն է լվացել, ես էլ իմը կանեմ, ես էլ կլվամ։ Ժամանակը թրջում է ուղղակի, պետք է ամեն բան հասցնեմ։ Այս իմ տեղին բեգոնյան է, սիրելի հետևորդներ ջան, մոտեցնեմ, այս ընթացքում ոնց էր եղել ուրիշ կատու էր եկել իմ Սիմայի մոտ, հետո մի քիչ քաշքշել էին սրան, էլի լավ են պրծել, որ լրիվ չէին վնասել։ Այս կողմ։ Այս մեկը այ սրան լավ վնասել էին, հողը թափվել էր, ինքը սենց պոկվել է, հնարավոր ինքս իրան կվերականգնեմ։ Այս էլ կանացի երջանկությունն է, փաստորեն, քանի որ ես շատ չեմ ծանոթ իր բնավորությանը, դեռևս այսքան է բացված, սիրելի հետևորդներ ջան, եւ տերևները փոշու մեջ կորած է։ Եթե սենք ջրի շիթով չմաքրվի, առանձնահատուկ պետք է բամբակով մաքրեմ։ Այս իմ չաքուչն է, այս իմ կացինն է, կարելի է սրանց այս կողմ բերել, ստեղ, անփուշ մոշի թփեի վրա եմ լավ գործեր արել, ստեղ, այս երկաթի կտորները, այ օրինակ սա, որ արդեն այս երկաթի սյուները որ տվել ենք, ամեն մի սյունի երկարությունը 6 մետր, ու մեզ ինչքան որ պետք է եղել, 3 էլի կիսել ենք, 6 թե 8, մի քիչ լավ չեմ հիշում, ինչև է, այս դրանց աստատկեքն է, ես կտորներն էլ, ես էլ պետք է այս կողմ հանեմ, որ բալկոնը լրիվ մաքրեմ։ Այդ կողքին կդարսեմ, բայց անձրևի տակ չեմ թողալու, այս տախտակները կրիշը հավաքելու համար է, մի մասնել են մի կողմն է, այս կողմերը, այս էլ հանեմ կմնա են մի քանի քարը, հետո շլանգը պտի միացնեմ, ջրի շիթը բերեմ, արդեն շփեմ։ Տախտակները կմնա աստեղ, լավոր։ Այս քարի կտորները էլ ինչ-որ միտեղ պետք է գալու, դրա համար չեմ գցում էլի, կամ ասենք սենց ուժեղ չեմ շպրտում, որ չջարդվի, սրանք պետք է կանեն, այս կողմը սուշորեն դասավորեմ ստեղ, քանի որ ստեղ պետք է մի հատ ավիր քսեմ, հետո նոր ջուրը։ Այսպես, ձեռքիս վրա դասավորեմ, կարամ մի անգամից տանեմ, փորձեմ, ինչքան էլ ծանր է,
Գործի արագացնելու համար պետք է արդեն արագացնեմ, էլի։ Ահա։ Ես էլ ստեղ։ Լավ էլ ստացվեց։ Հիմա որ այն կողմը մաքրել լվացել եմ, ստեղ մի քիչ ջուր կա, հավաքված դեռ։ Այս կողմը լրիվ սենց ջրի շիթը պահել եմ, մաքրել եմ, բայց այս կողմը մնում է։ Ես էլ ձեր հետ կմաքրեմ։ Ջուրն եկել է տեղ հավաքվել է, ավիլը որ թացա, այդքան է շատ փոշի չի բարձրանա։ Ասենք ինչքան էլ կմնա, այն էլ ջրի հետ կմաքրվի։ Այս մեխեր են, ծուրումուր մեխեր են, ստեղ թողնեմ, միտեղ պետք կգա։ Քանի որ սովետի թվի մեխեր է, լավն են, պինդ են։ Այդ առաջվա տարիների այդ մեխերը, որ ասում եմ, չէ, պինդ են, դրանք արդեն չաքուչով խփում են, ուղղվում է, ու էլի է օգտագործվում։ Մի կողմից որ ջուր եմ արել, եկել աստեղ մնացել, ինա լավ է բայց էլի, ասենք, փոշի չի լինի։ Առավոտը ուզեցի անեմ, քանի դեռ ստեղ խոնավ էր, բայց որպես է ճուտիկներից կերը վերջացել է, ամեն բան թողեցի ու գնացի ճուտիկներից կերը բերելու։ Ճիշտ է դա ինձանից ժամանակ խլեց, բայց թե շատ կարևոր էր։ Հավեսով ուտում են, չէի կարա իրան սոված թողամ հով։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, շինարարությունը նաև մաքրություն է պահանջում։ Այս բաները ես անեմ, այս պատը որ դրվել է, պետք է չորանա, որ արդեն այդ կրիշի բաները հավաքենք, սիրելի հետևորդներ ջան, այդ փայտերը ամրացնելու համար, ստեղել ենք անում կամեսյուները, ավելի պտի ամրանա, ճիշտ այնտեղ սվար կարած է, բայց ստեղ պատերի հետ հավաքված է, ու ոնց որ ժամանակ է պետք, բայց ոչ շատ էլի, ասենք, այսօր էլ մնա լավ է, դե վարպետն ասել է, երեկոյան ժամերին կգա, մի հատ կնայի, ստուգումներ կկատարի, չգիտեմ էլի, կարող է ձեռքի հետ էլ ինչ-որ մի գործ անի, լիքը գործ է էլի, ստեղ էլ, էսա որ ջուրը շփեմ, էս ավելով կոշտուկները կպոտվեն, արև արդեն էս կողմը անգնում համարյա, կեսօրվա ժամերն է, սիրելի հետևորդներ ջան, տերոր կա, բայց նման դեպքերում բոլորս էլ շտապում ենք, էլի թվում է, թե չենք հասցնի, բայց թե գիշերցերեք եմ անելու հասցնեմ, էլի, կա չէ, որ գիշերները չենք քնում, ասում ենք լավ դե գործ անենք, լվացքի տեղն էլ պտի սվարկանեն, լվացք էլ է հավաքվել, բայց փռելու տեղ չունեմ, տեսնենք կարող է իրիկունը որ կան, իրիկուն ասելով երեկոյան ժամերին, ամենաառաջի հերթին կխնդրեմ, որ լվացքի տեղը այդ սարքեն էլի, տրուբեք հելի պտի սվարկով ամրացնեն, որ իջել էի խանութ, որ կարոտների համար ներք բերեցի, սիրելի հետևորդներ ջան, այդ պարաններից էի ուզում, բայց քիչ էր մնացել, դրա համար դրան չվերցրի, մի բան կանեմ, կտեսնենք, արդեն իրանք զակազը տվել են, որ ստանան, տես ահագին հող հավաքվեց ստեղ, նու դե ես հող չի էլի, սա արդեն ոչ պիտանի, ես մնացորդներն է էլի, ինչքան էլ ասենք, մարդը զգուշ աշխատում է, էլի մի փշրանք էլ թափվում է, չէ, հասցրի այդ կոմ, եսա ջուրը կմիացնեմ, ու մի լավ ջրով կլվամ, հավեսա շատ, արևն էլ որ դուրս գա,
Ես է բոբիկ ոտով, ստեղ ման կգամ հավեսա շատ։ Ես լապատ կամ վերի, քանի որ արդեն ծաներա, ավիլը չի քաշում էլի։ Ես կողմից կհավաքեմ։ Սից պահեմ։ Մեկա ձեռնոցով եմ քաշեմ ձեռով։ Ու ստեղ փոսլիկ տեղեր կա, տեղ կլցնեմ։ Այս կողմը արդեն փոշի առաջանում, բայց թե քամին քշում է, այն դրա չի լցնում, կարելի ասել։ Այս կողմ կանգնեմ, որ քամիններից քշի տանի։ Երեք այդ անձրևը շատ ուժեղ էր, մի պահ լույսերն էլ գնաց, բայց թե էլի լավ էր, որ շուտ տվեցին։ Այսքան տեղն էլ հավաքեմ ու ջուրը միացնեմ, սիրելի հետևորդներ ջան։ Եթե մի քիչ էլ մնացենք, ջուրը կքշի։ Այդ կողմից ջուրը գնալու տրուբա կա, այդ տրուբով ջուրը կգնա, ներքև կթափվի։ Խոտուկները բերել ենք, այս կողմ ենք դրել, ու հիմա շլանգը բերեմ։ Տեղ սարքեմ, որ հետո մինչև վերև պետքա քաշեմ ու ջուրը միացնեմ։ Արդեն ձեռնոցները կարամ հանեմ, սիրելի հետևորդներ ջան։ Այս կողմ բերեմ, փակ չլինի։ Այս քարը կողմ պետք չի, հաստեղ էլ այսենց։ Ավելի կարա պետք է, հլա որ թողնեմ, ջուրը բարակ է, նապոր չունի, այսպես պետք է պատերի վրա էլ պահեմ, որ այդ փոշին լավ մաքրվի։ Արդեն իսկ ես բոբիկ մնամ, համեն հավեսա։ Մի հատ լավ սենց թրջելու եմ, այս ցեմենտ պիտոնը, սիրելի հետևորդներ ջան, հետո ավել կսեմ ու մի լավ մաքրեմ։ Այսօրվա վրա էլ անձրև տված, թե գիտեք, որ այս քանի օրը անձրևային է մեր Հայաստան աշխարհում, մի լավ կզովանանք, կհովանանք, շատ շոքերից հետո մեզ լավ կզգանք, սիրելի հետևորդներ ջան։ Այսպես, հրաշալի, ասենք ենքան ջուրը բարակ է, որ սենց անեմ, նենց չգիտեմ էլի, են ինչ որ պետք է լինի, այս թե հնարավորինս փորձեմ սենց պզացնել, այս կողմ էլ ծաղիկներս են, հա իդեպ, որ ծաղիկը, որ ավելի դրսում է, ասենք, ծաղիկներ ունեմ են կողմն եմ շարել, Երեք վանձրևը լավ լողացրել է իրանց։ Մի հատ այս կողմը ձեր հետ մաքրեմ, հետո արդեն էլ իմ տեսաղցիկը կպտտեմ են կողմ, գիտեմ շատերից այս պահը հետաքրքիր է։ Նույնիսկ կուզեք այս պահին իմ կողքին լինել։ Չուստիկներս են կողմ գցեմ, մեկա լվալու է հասել։ Այ արդեն այս կողմից ջուրը գնալու տեղ կա, տրուբով գնում է ներքև, գնում է բաղ չեն։
Այս թրջելը հերիքա, հիմա շլանգը պետքա քաշեմ ու պտտվեմ գնամ վերև։ Նախապես ավելը բերեմ վերև։ Այս մի ծաղիկն էլ բերեմ ստեղ, մոտեցնեմ։ Մեղուներիս մոտ ծակ խաղ է սկսվել, սիրելի հետևորդներ ջան։ Այս էլ իմ կարմիր բեգոնյան, այս մի գեղեցկու հուն էլ բերեմ, իսպանուհիները, ստեղ, առայժմ, հետո կհասկանամ, որը որտեղ եմ տեղավորում, ջրի սառնությունը դուր ա գալի, հիմա մի հատ ծաղիկներից վրա շփեմ, կանացի երջանկություն ծաղիկը, սենյակային ծաղիկ ա, սիրել հետևորդներ ջան, բայց որ սենց առանձնատներում ենք ապրում, դուրս ենք բերում բակերը, ամենաշատ փոշոտը սա է, քանի որ այս կողմ էր մնացել, տերիվների վրա լավ նստած է, զանգակը սպիտակ, հավես պահեր ապրենք, ինչ որտեղ հիշենք մեր մանկությունը, որ բակերում ջրանուկի էինք խաղում շոգորերին, սենք շլանգը միացնում էինք ու ջրանուկի էինք խաղում, անմիջապես ենք պահում մեկուս մեկի վրա, ճչալով խաղում, ուրախանում, երջանիկ օրեր էին, դուք էլ հիշեք ձեր երջանիկ մանկության օրերը, սիրելի հետևորդներ ջան, այս նույն ջրի շփելը դրսի կողմից եմ անելու, մի հատ պատերը լվանամ, հետո նոր հատակը, կողմից արել էի, բայց մի հատ էլ անեմ, Вообще ապոց չունի է, Вообще էլ ասում եմ, սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ սիրում եմ ավելի շատ իմ հայերեն բառեր օգտագործել, բայց թե գիտեք էլի, որ բոլորս էլ առօրյայում նման բառերն օգտագործում ենք և ռուսերենը մեր երկրորդ մայր լեզուն է համարվում, այստեղ լվամել է, մտածում եմ, որ գնամ այս սետկեքը հանեմ պատուհաններին էլ շփեմ, կարելի է, քանի որ պատուհաններից էլ է նստել առայժմ, որ այդ կողմից, խրնապոր չկա է, հետո գնամ սետկաները հանեմ, պատուհանը փակեմ մի րոպե ու այդ էլ անեմ, կա, չկա, հազիվ, լավ միտքա, չէ, սետկեքը հանեմ, սետկեքն էլ կլվամ, սենց, ոյ, դուրս արի, ես ոնց հա պնդվել, շոքից պնդվել ա, մենա սետկեքն էլ կլվամ, փոշու մեջ կորել ա, մի հատ էլ թափով գնամ պատուհանները ներսից փակեմ, ես ինչ լավ միտքեր է, մի հատ սետկեքը ցայեմ, սենց, ես ինչ փոշի ա, սպիտակ, այդ քարերի փոշին ա էլի դե, որ քարերը կտրում էր, շատ բարի, այս մի ճակատինն էլ բերեմ էլի, ես էլ էդ մի ճակատինը,
Շլանգը դեսը քաշեմ։ Մի քանի գործ իրար հետ անեմ, էլի։ Առանձնակի պատուհանները կեղտոտ չի, սիրել հետևորդներ ջան։ Դրսի կողմից այդ փոշին նստած։ Ես ամիատես լվամ, մի կողմ կտանեմ հետո ու պատուհանները փակեմ ու պատուհանների վրայից այդ ջուրը կպահեմ։ Ես կմաքրվի իմ պատուհանները։ Ես ինչ լավը ստացվեց, է։ Այդ վերջում դե դռնակի տեղ ենք թողել, սիրելի հետևորդներ ջան, ստեղ դեռ շատ անելիքներ կա, և թող մեր աշխարհը խաղաղ լինի, որ թե ես և թե դուք ձեր բարի նպատակները կատարեք, էլի, տուն կառուցեք, ինչքան էլ տունը կառուցում ենք, անընդհատ ավելացնելու, նորոգելու բաներ ա լինում, չէ, ոնց ասած հայավարի, սենց մեր մեջ ասած էլի, ասում այն մարդ, մինչև այն մի կողքը սարքում եմ, այն մի կողքի սարքելու վաղթն ա գալի, այ բոլորս էլ կարելի ասել եք վիճակում ենք, հիմա թափով գնամ պատուհանները փակեմ ու գամ, Ես էլ ես կողմը, ես եկա, ջուրը տաքացել արդեն, արևի ստականում այս բիտոնը, ջուրն էլ տաքացնում ա, և հիմա սիրել հետևորդներ ջան, տեսեք ես ինչ լավ եղանակով պատուհաններս լվանում եմ։ Ընտիր, պլպլունն ընգավ։ Մենակ որնապորը չկա էտա։ Այս թե աստված էլ պետքարից հազատի, քանի օրեր է գործի ընթացքում ջրերը կտրեցին, ջուր չկար, լավ էր հավաքած ջուր ունեի, ու այդ հավաքած ջրով ենք ցեխը շաղաղել, ահա սիրել հետևորդներ ջան, հավեսով տրամադրված մաքրեցի իմ նորակառույց պատշ գամբը, ոնց սիրում ենք ասել բալկոնը, Մի հատ ես կողմը մաքրեմ, հետո կպտտվեմ, են կողմի պատուհանել ես նույն եղանակով։ Հայտերն էլ լվամ էլի, ասենք որ կան արդեն հավաք են այդ շիֆերի համար, մաքուր էլ մի։ Շատ լավ է, մաքրությունը ուրիշ երևույթ է, մաքրության նման լավ բան չկա սիրելի հետևորդներ ջան, թե հոգու մաքրության, թե սրտի մաքրության, և թե մեր բնակարանի մաքրության, ամեն մի հարցում, պատերի վրա էլ ա փոշին նստել, ես որ նապոր կլնի, նոր նապորով պատերներ կմաքրեմ, հիմա այս պահին հիմնական նպատակը ստեղի մաքրելն էր, ու հիմա պետք է ավելով քաշեմ, այսպես, այս հենց եմ մաքրում, ուսնեն ջուրը տանում եմ, ջրևի հետ ավելորդ ավազը գնում է, ավելի լավ է այս սետկեքը դնեմ այս փետերի վրա, որ հետո նորից հետ չդառնամ, մի հատ էլ լվանամ, հարմարավետությունը, սիրել հետևորդներ ջան, կանանց համար, և ոչ միայն, բոլորի համար էլ հարմարավետությունը շատ լավ բան է, բոլորս էլ ուզում ենք հարմարավետ կյանքով ապրել, բարեկեցիկ կյանքով ապրել, բայց երբեմն, որ չենք կարողանում, նեղվում ենք, ես էլ եմ շատ նեղվել, բայց դրանից ինչ հոգուկ, եթե ես նեղվեմ ու իմ հոգու խորքում
պահեմ իմ նեղվածությունը ու հիվանդանամ, դա հեչ լավ բան չի, դրա համար լավ խոսք կասված, ամեն բան ունի իր ժամանակը, ու այդ ժամանակը հիմա իմ համար եկել է։ Ստեղ ես մի քիչ երկար կզբաղվեմ, սիրելի հետևորդներ ջան, որ մանրակրկիտ մաքրեմ։ Այս այն ջուրը, որ պահում եմ, ավելն էլ քսում եմ, արդեն լավ, այդ ավելորդ փոշին գնում է։ Ցեմենտն բանն է, որ ավելորդ ջուրը քաշում է իրան, ու դրանից ավելի է ինքը պնդանում։ Այս կողմն էլ շլանգը քաշեմ, ջրի առաջ փակել է։ Ես էլ տեսա, որ մի տեսակ ջուրը կանգ է առել։ Առաջը բացեմ։ Ու արդեն կարամ ես, որ հավաքվել է մի հատ սենց, այսենց տանեմ։ Շատ լավ է, լավ լվացվում է։ Լվա ինքդ։ Մի հատ հայտնի հումոր կա, չէ, որ ասմա բարանցին Վարշավիրանոց հապացում, հետո գրում է կտրիր ինքդ։ Հիմա ես լվանում եմ ինքս, իմ նորակառույց պատշգամբը։ Այսենց, եղբոր ջուրը քաշեմ գնա։ Սիրելի հետևորդներ ջան, ես նույն ձևով մի քիչ էլ գործ անեմ, առանց ձեզ անեմ եւ արդեն տեսնեմ ինչ եմ անելու, ինչ գործեր եմ անելու, հետաքրքիր պահերով ձեզ կմիանամ։ Իհա վերջնական ծաղիկներս էլ շփեմ էլի ձեր հետ ու նոր միայն։ Այս ջուրը խմելու է, մի հատ երեսս լվամ։ Ուխ։ Որ գնում ենք սարերը, աղբյուրների մոտ ենք, չէ, սենց մեր երեսը լվանում, մի հատ էլ բուրանում, խմում։ Ես եմ սենց բուրկան եմ կխմեմ։ Տակ էր, ես տակ ջուր չեմ սիրում, հիմնականում սառը ջուր եմ սիրում։ Ահա, այդ աղբյուրների ջուրը հոտակ չի, սառնորակ աղբյուրները։ Ինձ թվում է ծաղիկներից մի քանի անգամ սենց կշփեմ ջրով, քանի որ այդ քարի փոշին ինքը դաջվող փոշի է, էլի։ Ամփուշ մոշին էլ, վերքը քիչ հացել է, բայց մի ճյուղի վրա առատորեն կա, կգան կհասնեն երեխեքս։ Մնացածն էլ առանց ձեզ, սիրելի հետևորդներ ջան։ Մի հատ տեսնենք միսը ինչ վիճակի է։ Տիրություն։ Երբում է լավ յուղը դուրս է եկել։ Ձեզ թոթոլ մսեր են։ Եվ շարունակություն տան։ Որոշ ժամանակ անցել, սիրելի հետևորդներ ջան, միսը լավ եփվել էր, հանել էի, որպեսզի շատ չփլվի, սիրում եմ, որ միսը ոսկորի վրա մնում է, ու քանի որ այս միսը յուղոտ միս էր, խոզի միս է, որոշեցի ձավարով եփել, ձավարը նախապես առանձին եփել էի, այդքան ժամանակ անցել, ես էլ տարբեր գործեր եմ արել, հիմա որ լավ եփվել է, իհարկե առանձին ջրով եփել եմ, հետո արդեն մսի ջուրն եմ ավելացրել, իսկ միսը, որ պահել էի սառնարանում, արդեն սառել է, ահա այսպես, լավ հավեսով կտորներ, հասցրել եմ մի քանի փապկամիս անուշանել, այսպես, շատ լավ է, հիմա մի քիչ էլ կեռա այստեղ, և ճաշը պատրաստ կլինի։
Չոր կանաչի եմ լցնելու, սիրելի հետևորդներ ջան, նաև մարմանդ կրակով եմ եփում, որպեսզի ծավալը չկպչի։ Ահա, հիմա որ այսպես միսը չեմ թողել, որ շատ փլվի, մի 5-10 րոպե ամենաշատը կեռա։ Չոր կանաչի կլցնեմ եւ արդեն ճաշը պատրաստ կլինի։ Բարբետները դեռ չեն եկել, հոգնակի եմ ասում, քանի որ այն սվարկանող զոդող մարդն էլ պիտի գա, որպեսզի լվացքի պարանների տեղը երկաթներ ամրացնի եւ դեռ օր կա, ժամանակ կա։ Երկու րոպե առաջ աղնարել եմ ու հիմա մի քիչ չոր կանաչի։ Այստեղ քոնդար է, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ փշրեմ այսպես։ Ոնց որ մի քիչ խոնավացել է, բայց ինչքան որ կգա, իրան լավ է, կհերիքի, շատ էլ պետք չէ։ Այսպես լավ է։ Մի թեթև տարածեմ, այս ընթացքում մարմանդ եփվել է։ Այս ճաշին ամառու ձմեռ չկա, սիրելի հետևորդներ ջան, շատ համով ճաշ է։ Արդեն պատրաստ է, տիրություն, բարձրացնեմ մի հատ այս ձևով, մոտեցնեմ, հավեսի բերեմ, այս ամռան շոգին, չնայած արդեն անձրևներ են և հովուզով է, շատ համահունչ ճաշ եմ եփել մի խոսքով։ Ճաշը պատրաստ է։ Ճաշի բերանն էլ փակ է, որ համու հոտը մեջը մնա, և սպասեմ վարպետների գալուն։ Առայժմ